մեր ժողովուրդների համար ստեղծվել են վերջապես բարիդրացիական հարաբերություններ սկսելու պայմաններ, հիմնված միջազգային սահմանների անկախտելիության և տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքների վրա։ Այս իրողությունը, որը ենթակա չէ և երբեք չպետք է ենթակա լինի վերանայման, ճանապարհ է հարթում մեր երկու ժողովուրդների միջև թշնամանքի էջը փակելու համար։ Մենք վճռականորեն մերժում և բացառում ենք վրեժխնդրության ցանկացած փորձ ներկայում և ապագայում։ Այն ամենը, ինչն այս վարչախումբը և նրա պարագլուխը հաջորդաբար հայտարարում են, արդեն իսկ պայմանավորված է դրսի ուժերի հետ։ Կլինի դա Թուրքիան, Ադրբեջանը, Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Իրանը, թե որևէ այլ երկիր, կարևոր չէ։ Բոլոր այն գործողությունները, որոնք սկսվել էին դեռևս 44-օրյա պատերազմից առաջ, շարունակվել այդ 44 օրերի ընթացքում և դրանից հետո կնքված տարատեսակ պայմանագրերով, վերջին արդյունքում հանգեցրին Արցախի փուլ առ փուլ դատարկմանը, հայաթափմանը, բռնազավթմանը, հիմա էլ անցել են Հայաստանի Հանրապետության տարածքի ծվատմանն ու օտարմանը։ Այս իշխանությունը փորձում էր ամեն գնով հիմնավորել, թե իբր դրանք մեր տարածքները չեն, նույն կերպ նրանք փորձում են ոչնչացնել, քար գցել նույնիսկ մեր սահմանադրության, զինանշանի և բոլոր այն արժեքների վրա, որոնք դարեր ի վեր մեր ազգն ունեցել է, և այդ ամենն աշխարհի կողմից ճանաչվել է որպես հայկական։ Չի բացառվում, որ այս ամենը նրանք անում են մեկ նպատակով, այն, որ վաղը Հայաստանի Հանրապետություն չլինի և իրենց դեմ որևիցե պետական ատյան կամ դատարան քննություն չսկսի և պետական դավաճանության մեղադրանք չառաջադրի։ Սրանք գնում են այդ ճանապարհով, պայմանավորվելով Ադրբեջանի և Թուրքիայի հետ, բայց դա փրկություն չէ։ Պատմությունը վկայում է, որ հայ վրիժառուն միշտ էլ գտել է այն բոլոր դավաճաններին ու դահիճներին, որոնք հայ ազգի գլխին պատիժ են բերել, և չկա այդպիսի դահիճ, որը չի պատժվել։ Դա կռիվ է, դա պատերազմ է, և այդ պատերազմը բարու և տրանսվորմացնենք, բարձրանանք շատ բարձր։ Այդ պատերազմը դա բարու և չարի պատերազմ է։ Դա լույսի և խավարի պատերազմը, և այդ պատերազմը սկսվել է մարդկության ծննդյան հաջորդ օրը։ Ամիսներ առաջ օրինակ կային բաց տվյալներ, որ դիրքապահ զինծառայողները ռազմական ոստիկանություն են կանչվել և հրահանգվել, որ դիրքերում չկրակեն, այլապես պատասխան են տալու դրա համար։ 44-օրյա պատերազմից հետո համեմատաբար դժվար դիրքերը պահում էին հին տղաները, լինեն երկրապահ կամավորականների միությունից, թե այլ ջոկատներից։ Նրանք քիչ թե շատ վճռականորեն էին պահում սահմանը, քանի որ գիտակցում են այդ հողի նշանակությունը։ Ներքին հանդում օրինակ ոչ թե ԵԿՄ-ն էր, այլ նոր-նորքի երկրապահները, որոնք ավելի քան 4 տարի է հրաժարվել են ԵԿՄ-ից և հանդես են գալիս առանձին կարգավիճակում։ Նույնիսկ դիմադրության շարժման օրերին այն երկրապահի միակ կառույցն էր, որ վրան էր խփել Ֆրանսիայի հրապարակում և օր ու գիշեր հերթապահություն էր իրականացնում։ Համաձայն զինված ուժերի կանոնագրքերի յուրաքանչյուր մարտական դիրք ունի իր մարտական հաշվարկը և գրված է, թե դիրքի հրամանատարն ինքնուրույն որոշումով որ դեպքում ինչ գործողություններ պիտի իրականացնի։ Զինվորականը չպետք է սպասի, որ պաշտպանության նախարարը կամ գնդի հրամանատարն իրեն թույլ տան կամ թույլ չտան կրակել։ Այսինքն, եթե նա նկատում է բացահայտ հարձակում, զորքերի առաջխաղացում կամ հակառակորդի կողմից զենքերի կիրառում, բնականաբար համաձայն մարտական հաշվարկի պետք է բացազատի մարտական դիրքը և պահպանությունից անցնի պաշտպանության։ Չկրակելու հրաման տվող ցանկացած անձ, ով էլ լինի, դավաճան է։ Չնայած խաղաղության մասին կեղծ պնդումներին, զինվորականների կանխատեսմամբ հնարավոր պատերազմի հավանական ուղղություններ կարող են լինել Մեղրի կապանը, հատկապես որ այդտեղ ուզում են նաև այսպես կոչված միջանցք բացել, Ջերմուկը, Վայքը, Եղեգնաձորը, վտանգված են նաև Երասխ Տիգրանաշենը և Սևանի ավազանը։ Պաշտպանական ծախսերի կրճատում է նախատեսված եկող տարվա բյուջեով եւ դա այն ֆոնին, որ այս տարի այդ օգոստոսի 8-ից հետո խոստանում էին, որ կտրուկ չավելացնել կամ ընդհանրապես չավելացնել պաշտպանական ծախսերը, բայց տեսնում ենք լրիվ հակառակը, որ պաշտպանական ծախսերը իրականում կտրուկ նվազում են։ Եվ տարատեսակ բացատրություններ են բերում, որ անվտանգային իրավիճակը փոխվել է եւ այլն, խաղաղություն, այս կողմենքում, բայց չպետք է մոռանանք ով է այսօրվա կառավարությունը, ով է այսօրվա իշխող ուժը, հա, քրոնիկ ստախոս։ Ինչ ասում են, մենք պետք է հասկանանք լրիվ հակառակը։ Այս իշխանական ոհմակը կարողացել է հասնել զորքի և բանակի բարոյահոգեբանական որակների զգալի անկման։ 44-օրյա պատերազմի ծանր օրերին մեր զորքը, մեր զինվորը տապալեց մի քանի պետությունների դավադիր պլանը, մինչև վերջ կանգնելով և վերջին ճարահատ մարտը տալով թշնամու դեմ։ Ադրբեջանի պլանով ամբողջ Արցախը պետք է բռնազավթվեր 5-ից 7 օրում, բայց պատերազմը շարունակվեց 44 օր շարունակ։ Ճեղքումը բնավ լայնածավալ չէր, և մեր զինական ուժը Արցախի մեծագույն մասը կարողացավ անառիկ պահել։
Հետո Արցախը պիտի թղթով հայաթափվեր եւ բռնազավթվեր։ Թշնամին հաղթեց դիվանագիտական քաղաքական ճակատում, այս վարչախմբի բացահայտ դավաճանական քաղաքականության արդյունքում։ Որոշիր հարգելի քաղաքացի, թե որ երեսն է ճիշտ։